Դուք հիշում եք նախկին նախագահների տիկնանց, նրանք ինչով էին տարբերվում Աննա Հակոբյանից։ Ամեն ինչով առաջերտին դաստիարակված էին, բոլորն էլ կիրթ կանանք էին, սա էլ է կիրթ, բայց լրիվ ուրիշ ուղղությամբ է գնում, լրիվ։ Այսինքն տանում է մեր Հայաստան երկիրը, դե իրանք շատ լավ գիտեն ուր, մեր ժողովրդի մեծ մասն էլ գիտի արդեն, թե ուր։ Կիրթ կինը իրեն քննադատողներին անվանում է էշ եւ ոչիլ։ Դե թող ոնց որ ասում է բումերանգի նման պտույտ անի մեծ եւ գա իր գլխին։ Ամոթ է այդպիսի բաներ առաջի տիկին։ Ինչ առաջի տիկին։ Երևի այդ անվանումը պետքա փոխել իրեն եւ անվանել տգետ, անհայրենիք, ժողովուրդ չսիրող եւ նման մի բան։ Այնպես որ մեր ժողովուրդը արդեն ամենակարևորը գիտի թե ով է։ Ափսոս 7 տարի ուրեմն գնաց չգիտեմ որ գնաց ինչ որ հավերժություն եւ կարելի ասել անիմաստ մեկ մտածում է այս ժողովուրդը որ նորմալ մարդ լիներ, թեկուզ Ռոբերտ Քոչարյանը մնար, նորից ընտրվեր, կամ էլ մի ավելի երիտասարդ, այսինքն հայրենասեր, դաշնակցին հարգող, բոլորին էլ հարգող մեծ իմաստով էլի եւ մեր օրը մենք այսօրվա օրին կլինեինք, երբեք մի խոսքով այդ 7 տարին մեզ շատ վատ բաներ բերեց, էլ չեմ ասում մեր երիտասարդ տղաներին 5-6 հազար կյանք չապրեցին։ Նախկին նախագահների կանանցից ում եք հիշում։ Բոլորին էլ հիշում եմ։ Տեսել Ով ենք։ ինչպես է հիշվում, հա, նախագահի կին է հիշվում, թե իրենք վառ անհատականություններ են եղել։ Չէ, որպես նախագահի կին, համեստ։ Իսկ ներկայիս վարչապետ։ Բան չեմ կարող ասեմ։ Ասելու բան չկա, էլի ուղղակի։ Քննադատողներին անվանում է էշ եւ ոչիլ։ Դե այդ մարդու մակարդակն այդքան է ինչ կարաս անես։ Բայց ինչպիսին է պետք է լինի վարչապետի կինը։ Դե վարչապետի կինը նախկին նախագահների կանանց պես էլի գոնե։ Դե ավելի համեստ, ավելի իր ամուսնու ստվերում, ավելի չերևացող։ Հիմա նշված անձնավորությունը ոչ պետական պաշտոնյա, ոչ բանա, բայց հենց հայրևում ոնց որ վարչապետի ինքը լինի։ Իսկ դա ավելի շատ նպաստում է Նիկոլ Փաշինյանի վարկանիշի բարձրացմանը, թե հակառակը։ Դե Նիկոլ Փաշինյանը վարկանիշ չունի ինձ թվում է, ընդհանրապես։ Բայց իրենք վստահ են, որ 26-ին վերընտրվելու են։ Չեմ կարծում։ Ինչ կարծիք ունեք, որպես քաղաքացի ինչ եք զգում ընտրությունների։ Չեն կարող ընտրվեն, դե հասկանում եք ոնց է, ուղղակի որ ընտրություն որպես այտենց չեն կարող ընտրեն, ուղղակի երբ որ հասնում ընտրության պահը մեր ժողովուրդը իր ապագան, իր կյանքը չի ընտրում, միշտ ասենք ուրիշ բաներից ելնելով են ընտրում։ Վարչական ռեսուրսը վերջը այդքան 100,000 պետական ապարատում աշխատող մարդ իրանց խնամի բարեկամներով պարզ է, դա բոլոր ընտրություններին ինչ-որ ձևով ազդում է։ Զուտ որ ասենք հենց հիմա այդ պահը հանած ընտրություն լինի, Նիկոլ Փաշինյանը 1% ռեյտինգ չունի։ Հենց որ Աննան ոչ կարա բարձրացնի, ոչ իջացնի։ Ներկայիս վարչապետի կնոջը ճանաչում եք։ Թեթև։ Ինչպես եք հիշում իրեն, որպես Նիկոլ Փաշինյանի կին, թե որպես Աննա Հակոբյան, ով առանձին հանդես է գալիս։ Նիկոլ Փաշինյանը կին։ Օրինակ ինչ կարծիք ունեք, իրեն քննադատողներին անվանում է էշ եւ ոչիլ։ Ես չեմ խորանում, չգիտեմ, պոլիտիկայի մեջ չկամ էլի։ Բայց դե վարչապետի կինն է, կարծիք չեք կարող կազմել։ Դե ինձ թվում է, եթե նա վարչապետի կինա, թե բանասած չի լինի, չեմ հավատում։ Ես Լևոն Պետրոսյանի կնոջը չեմ էլ հիշում այդպես, որ երևար ավելի շատ։ Քոչարյանի կնոջն էլ չեմ հիշում, շատ քիչ էր երևում։ Մի քիչ Սերժ Սարգսյանի կինն էր երևում, այդպես երաժշտության մշակույթի ոլորտում։ Հա, իսկ Աննա Հակոբյանը հաճախ է երևում։ Իսկ ինչպիսին է պետք է լինի վարչապետի կինը։ Ընդհանրապես կինը մի քիչ համեստ։
Այդքան։ Օրինակ իրեն քննադատողներին Աննա Հակոբյանն անվանում է էշ եւ ոչիլ։ Դե ես որպես մանկավարժ մերժում եմ նման բաները։ Նախկին մանկավարժ երևի այդպես ասեմ, չի կարելի մարդկանց վիրավորել երեխայից սկսած տարիքով մարդկանցից վերջացրած։ Ամենասխալը հենց այդ տեղից է գալիս հարգանքը դիմացինի նկատմամբ։ Զուգահեռաբար նաև կրթվել է նորաձև է Արշավն է սկսել Աննա Հակոբյանը։ Արդյոք այս լեքսիկոնը համապատասխանում է հանրությանը կրթող անձի լեքսիկոնին։ Դե իհարկե ոչ, չի համապատասխանում եւ ընդհանրապես կրթվելը միշտ էլ նորաձև է, միշտ ցանկալի է կրթված հասարակություն ունենալ ու չգիտեմ ինչ որ նորացնելը, գիրք կարդալը նորաձև է, դա հասկացանք, բայց կրթվելը չգիտեմ, երևի թե համաձայն չեմ։ Ինչ պետք է մարդը, ինչպեսի պատկերացում կկազմի այն մարդը, ում կանչում է կրթվելու, սակայն մեկ այլ անձի ով քննադատում է իրեն անվանում է էշ եւ ոչի։ Դե հենց հակասությունը դրա մեջ է։ Երևի ինձ թվում է ազգաբնակության մեջ ընդհանուր որակը այդտեղից է գալիս, որ մարդիկ ամեն մեկը իր սրտում կազմում է իր պատկերը տվյալ անձի նկատմամբ եւ համապատասխան վերաբերմունք հացույց տալիս։ Ամեն ինչ ենթադրում է փոխադարձաբար։ Պարտադիր չի մենք շատ բղավենք, որ ինչ որ մեկին չենք սիրում։ Չենք սիրում եւ վերջ, մեր սրտի մեջ։ Ձեր կարծիքով ինչ վարկանիշ ունի գործող իշխանություն։ Չգիտեմ, գնալով ընկնում է իհարկե ցավալի է, ցանկալի է, որ իշխանությունը միշտ պահի իրեն բարձր մակարդակի վրա, բայց որ ընկնում է դրանում ոչ մի խոսք։ Ես նկատի ունեմ ընտրությունների առումով Նիկոլ Փաշինյանը կվերընտրվի 26 թվականին։ Շատ խիստ կասկածում եմ։ Ինչը ազդեց 2018 թվականի հեղափոխության, իշխանափոխության վարկանիշի վրա։ Ժողովրդի մեծ հիասթափությունը։ Ժողովուրդը հիասթափվեց։ Այն ինչ որ ժողովուրդը ցանկանում էր իր մտքում, իր երազներում, ինչ որ ուզում էր ստանալ, չստացավ։ Դա հիասթափություն առաջացրեց։ Ինչ որ մեկի հետ հույսեր կապում եք։ Ոյ, երիտասարդության հետ այո։ Երևի թե կգան, մենք լավ երիտասարդություն ունենք, ես հավատացած եմ, որ կլինեն մարդիկ, որոնք իսկապես առաջ կտանեն մեր երկիրը։ Նիկոլ Փաշինյանի կնոջը ճանաչում եք։ Պետք է չի ճանաչեմ։ Իրեն քննադատողներին Որքին ով լինի։ Իրեն քննադատողներին անվանում է էշ եւ ոչիլ։ Իրանք տեղով այդ մարդիկ են։ Բելային եմ հիշում, Ռիտային եմ հիշում։ Լևոնի կինը այդքան չի, ասենք, ասպարեզ եկել, դրամա գիտեմ ով է, բայց այդքան չենք տեսել Ինչպես են իհարկե։ տպավորվել ձեր մեջ, ինչպիսի կանայք էին նրանք։ Ոչ քաղաքական գործ չի կանայք ամեն դեպքում։ Համեստ, հա, այդպես։ Չի ասի համեստ հակառակը։ Իսկ այսօրվա իշխանության Նիկոլ Փաշինյանի կնոջը ինչպես կբնութագրեք։ Հավանում եմ, որտեվ ինքը իրոք զբաղվում է հասարակական գործերով, իրոք օգնում է։ Հավանում եմ իրեն ամեն դեպքում։ Իրեն քննադատողներին անվանում է էշ եւ ոչիլ։ Ինքը տենց բան չի անվանել։ Ցույց տամ։ Ինքը տենց բան չի ասել։ Եկեք ցույց տամ։ Լսեք, դուք կարող ա ինչ-որ կոնտեքստից կամ կարող ա ինքը ինչ-որ մեկին պատասխանել է ինչ-որ բան, բայց պետք չի տենց, այնքան իրանց հասցեին, այնքան բան են ասում, այդ բաները ցույց տվեք, ինչ-որ իրենց հասցեին են ասում, դա շատ ավելի շատ բան է եւ կոռեկտ չի տենց բան, գիտեք ինչ։ Միասին նայենք։ Գիտեք ինչ, կոռեկտ չի, որ հիմա դուք ինչ-որ կոնտեքստից բան եք հանում ու ցույց եք տալի, դա կոռեկտ չի։ Դա լրագրողին պատիվ չի բերում։ Դա լրագրողը պատիվ չի բերում։ Լսեք, ես ձեզ նորից եմ ասում, կոնտեքստից հանել բարերը ցույց տալ պետք է։ Էլի ասում գրա, գիտեմ որ գրած է, բայց էլի եմ ասում կոնտեքստից հանելու ցույց տալ պետք։ Վայ լավ եք էլի, դուք ինչ չեք լսում, գիտեք։ Այդ ձեր կներեք, բայց ձեր նման լրագրողներին չեմ հավանում ես։ Չեմ հավանում։ Նշենք, որ Աննա Հակոբյանը իր Facebook-յան էջում տեղադրել է Էդգար Ղազարյանի տեսանյութը եւ գրել հետեւյալը. Ինչ օրը 1.700.000 դրամ կեցության ծախս, այ էշ, դա այնքան է համապատասխանում իրականությանը, որքան թե իբր ինչ որ
88 սուպերմարկետն իմն է։ Գումարած իմ մասին ձեր դուրս տված մնացած բոլոր տխմարությունները։ Ոչ թե ուղակի տխմար, այլ վերջացած տխմար է պետք լինել նման բան տեսախցիկների առաջ ասելու համար, գրել է Աննա Հակոբյանը Facebook-յան իր էջում։ Նախկին նախագահների կանանց ինչպես եք հիշում։ Ում եք հիշում։ Հիշում ենք իհարկե, բավական համեստ մարդիկ էին եւ այդ իմաստով կարծում եմ, որ կարելի է նրանց դրականորեն հիշել, որովհետեւ օրինակ կարծում եմ, որ բոլորն գիտեն, որ գուցե եւ Ռոբերտ Քոչարյանից դժգոհ են, բայց նա կինը բավական համեստ, հաճելի անձնավորություններ։ Կարծում եմ շատ-շատերը համերգասրահներում բանում արդեն իսկ երրորդ նախագահի կնոջը կհիշեն, որ դուք չկարծեք, որ ամուսնուն հասցեին ինչ-որ վատ բան ասեն, կանանց էլ կարելի է նույն բանը ասել, ոչ։ Կարծում եմ, որ երկուսն էլ համեստ կանայք էին եւ իրենց ամբողջ այդ ամուսինների պաշտոնավարության ընթացքում երբեք հատուկ ինչ-որ ցցում բաներ չեն արել։ Ներկայիս վարչապետի Ներկայիս ինչ շատ լավ տեսնում եք, էլի։ Նույնիսկ այն հարցերը, որ առանձնապես մեզ խիստ հետաքրում են կրթության, գիտության, նման հարցերում նա ցանկանում է երևալ այսպես առաջամարտիկ եւ շատ զարգացած, բայց այդպես չէ։ Ես այդպես եմ կարծում։ Ինչպես են գիտնականները վերաբերում նրան, որ օրինակ Աննա Հակոբյանը գնում է համալսարաններ, այնտեղ ցույց տալու համար, որ ինքը ընդհանրապես գիտությունից բան չի հասկանում։ Այդա։ Ընդհանրապես ես կողմ չեմ, որ մարդիկ վիրավորեն, առավել եւս այդ սոցիալական հարթակներով։